Նորից բարև հարգելի հայրենակիցներ, սա շարունակությունն է Հայ Գրիգորյանի ինձ գրած հղումի նամակի, որտեղ պահանջում էր կծիկները բացել եւ ասել ինչ կա, ինչ չկա, կծիկները քանդել, ես այդ գործի մեջ եմ հիմա, նամակի հատվածով շարունակում եմ եւ ասում։ Եվ այսպես, իմ մոտ անձնապես առաջացավ հետեւյալը՝ կրթել, սովորացնել, ուշել, օգնել, թաթիկին խփել իշխանությունների, որոնք էլի առաջ տգետ մարդիկ էին, կոմսոմոլ, կոմունիստ, չգիտես ինչ որ կարիերիստ, փողով դիպլոմ առած, բանակում կուսակցական դառած, սովետական շրջանի պստիկ ավանտյուրիստներ, պստիկ, որոնք այսօր իշխանության մեջ են, փող ունեն, բիզնես ունեն, փոքրիկ ձեռներեցներ, ցեխավիկներ այն ժամանակ, հիմա արդեն օլիգարխներ են սրանք։ Բայց այս մարդիկ, ով ուզում է ըլլի, թույլ տեղեր ունեն։ Ինչ թույլ տեղեր են։ Վերջը մարդ են, չէ։ Ասում ես ուտելով կտրակվես։ Այն այդպես ասում է, եթե եսի շատ ուտես, շուտ կմահանաս։ Ծխելու վնասների մասին պետք է խոսաս։ Սես բաներ պետք է անես, որ իր մոտ պետք է զարգացում տաս նախ առաջ։ Առաջ պետք է էպոսը պետք է պատմես, հասկացնես, կարծես պետք է գրավես։ Եվ լույս աշխարհը ընտրեց այդ ուղին, 98 թվից է գալի։ Քոչարյանը նախագահ մնում է օգնել դրան։ Եվ օգնությունը հետևյալն եղավ։ Ընտրությունները Լոս Անջելեսում Արտուրի հետ անցկացվեցին, փայլուն, Հայաստանի մասին չգիտեմ։ Ամբողջ հյուպատոս դեսպանատունը Հայաստանի լևոնական էր։ Պատկերացնում եք, ինչ դավադրություններ, ինչ խմբեր, հաղթահարեցինք այդ մեր ճշտով հաղթահարեցինք։ Եվ քանի որ Ղարաբաղի հարցը դրված էր Քլինտոնյան քաղաքականության որպես վերջնագիր, այնտեղ մենք ընտրել ենք բան, Ղարաբաղը տալու են։ Եթե տալու են, թող Ռոբերտ Քոչարյանը ստորագրի դա, ոչ հայաստանցին, որտեղ մենք չգիտենք, հետո հաջորդ 100-ամյակների մեջ ինչ բարդություններ կառաջանան մեր հայկական տարածքների վերաբերյալ, եւ ժողովուրդը կարող է հանկարծ այդ պահը օգտագործի որպես դավաճանություն։ Եթե տալու է, Քոչարյանից առավել հայրենասեր կա, որը ապացուցել է, որ ինքը հայրենասեր է, երբ Ստեփանակերտը ռմբակոծում էին, ինքը նստած էր ներքևում, ասենք, նկուղում, տանիքում, ընտանիքը պահել էր այնտեղ եւ ղեկավարում էր ռազմական գործողությունները։ Ստում էր, կեղծում էր, խաղում էր, չգիտենք, բայց արդյունքը 98 թիվը Ղարաբաղը այսքան մեծ տարածություններով խաղաղության դաշն զինադադար կնքել, արդեն ինքը կրեդիտներ ուներ մեր մոտ, որպես Ղարաբաղի համար կռված, միգուցե թշնամի, չգիտենք, միգուցե բարեկամ, չգիտենք, բայց բոլոր տվյալները ասում էր, որ այս մարդն վստահել կարելի է, եւ նրան պիտի վստահվեր ղեկը, հայկական քաղաքականության, այս մեր իմ ու Արտուրի դևիզն էր, թերթի մեջ էլ այդպես գրել ենք մենք, որ Քոչարյանին պետքա վստահել, որովհետեւ ինքը եթե պիտի տա Ղարաբաղը, բան չի կռվում, հենա կանգան տալիքին կառներ կփախներ, կռվելը, հաղթելը հիմա պիտի տա, դե թո ինքը տա, տվեք կառավարություն իր ձեռը, թո իր կոտրած ձեռով եթե Ղարաբաղը հանձնի, որ այսքո մենքով շարժ չգցեք սրա նրա վրա, հենց կռվողը, պայքարողը մինչև վերջ որ գնացել է, եթե մեր դրությունը ծանր է, ասես դու ղեկավարի այդ process-ը, եթե ինքը համար է կռվել, իր երկրի համար է կռվել, պիտի դավաճանի, թո դավաճանը ինքը լի։ Այսպես մենք իր համար պայքարեցինք, ինքը հաղթեց Լոս Անջելեսում, շատ լավ հաղթեց, 90%-ը 10%-ի դեմ։ Մենք սկի չիմացավ էլ երևի, որ ովքեր են Լոս Անջելեսում, Կալիֆորնիայում
հասարակական իր պաշտպանները, որտեղ ոչ իրան տեսնելու, ոչ խոսելու, ոչ կարիք ունեինք 98 թվականի փետրվար, մարտ, ապրիլին։ Մենք նախաձեռնությամբ մտանք դաշնակների, իհարկե, դաշնակների թաքուն օժանդակությամբ, որտեղ իրանք մեզ հեռուստաժամ տրամադրեցին, հետ էլ ասեմ, որ չէին կողմնորոշում, բայց մեր ոգին բանը դաշնակցությանը ասեց, որ այս մարդիկ ինչ-որ լավ քամիներ են արվում, չնայած իրանք հալածված են, Վահան Հովհաննիսյանն նստած է բանտում։ Քոչարյանը ընտրվեց, արդեն սկսեց ամեն ինչ փոխվել։ Վահան Հովհաննիսյանին դուրս թողեցին, Վահան Հովհաննիսյանը եկավ սփյուռք։ Հիմա չանդրադառնամ ինչ խոսեցի, դա մի երկար պատմությունը, որը խոստացավ, բայց Վազգեն Սարգսյանի ճշմանը չդիմացավ եւ այդ գործն էլ դες մնաց։ Էդ է չի։ Բայց 98 թվականին Հայաստան հիմնադրամի նախագահը Ռաֆի Հովհաննիսյանն էր, եթե չեմ սխալվում, որտեղ 99-ին արդեն Ղևոնդյանը նստեց։ Հայաստան հիմնադրամի Լևոն Տեր-Պետրոսյանական շրջանը մենք տեսնում ենք, թե ինչպես են տապալում այդ կազմակերպության աշխատանքները իրանք, որոնք որ պիտի ստեղծեին Հայաստան հիմնադրամի ճիշտ աշխատանքը եւ այդ ֆոնդը պիտի հասցնեին 100-200 միլիոնի տարեկան խելքով, որպեսզի ազդեցություն ունենային Հայաստանի բարձրացնելու վրա, բայց սրանք խաղ էին անում, 1,5 միլիոն, 2 միլիոն խոստանում են, չեն տանում, ասես սպաներ էին անում եւ մուտք խաղեր կային։ 98 թվին ես Արտուրի հետ Քոչարյանի հետ կապվելով իր եղբոր միջոցով Վալերի Քոչարյանին մենք Հայաստան հիմնադրամի անցկացնելու դրամահավաքը մեր վրա վերցրեցինք 98 թվի նոյեմբերին։ Ես այդ առանձին հաղորդումով պատմել եմ մեջնա, չեմ կարող գտնեմ, բայց եթե դուք կհետաքրքրվեք այդ ընթացքը ինչպես ընթացավ, երբ որ մենք մտանք, որպեսզի Հայաստանի համար նախ Քոչարյանը լսելով մեր զեկուցագիրը, պրոյեկտը գործողության Հայաստան հիմնադրամի 98 թվի թելեթոնը հանձնեց մեզ։ Այդ մասին գիտի Ռաֆի Հովհաննիսյանը, թե չգիտի ինքը ինչու հանկարծ այդ տարի ոչ մի բան չարեց, տեղյակ չեմ։ Եթե գիտի, մի տեղից թող ծիկ անի, այս դժվար իմանա, որովհետև այդ գործողությունը գնում էր գաղտնի։ Այսինքն բացի Քոչարյանից, ես Արտուր, Մարտինը, Վալերին, Ղուկասյանը եւ Պողոսյանը, սրանք մեկը վարչապետն է Ղարաբաղի, մյուսն էլ նախագահն է Ղուկասյան, Արկադի Ղուկասյան։ Մարդ չգիտեր, այս մենք պիտի կազմակերպեինք, այստեղ անեինք դա։ Եվ 100 միլիոն դոլարի խոստացած գումար կար այս գործի վրա, որը ամբողջապես տրամադրում են երկրաշարժի գոտուն Ղարաբաղին եւ կառավարությանը, որը այդ պահին փող չուներ։ Ռոբերտ Քոչարյանը, երբ որ նստեց, Հայաստանը փող չուներ ձեռը։ Երբ որ ինքը եկավ 98 թվի աշնանը Լոս Անջելես եկավ, Քրկ Գրիգորյանին ընենց փաթաթվեց պաչես, ոնց որ իր հորն է տեսնում։ Բայց այդ համբյուրի մեջ գիտեք ինչ կար, այդ նկարված է, քրքրել սենց համբյուրը սրբում է։ Պանորամայի մեջ էլ Գյոդակյանը նկարել էր պողպատե գույներով։ Որ պապա ջան, դրություններս նեղա, փող ունես տուր, հետո կտանք չկա, բայց փող պետք է։ Քոչարյանի վարքը հետ էր։ Քոչարյանը, երբ որ եկա, մենք հոդ ներբազգաց ենք, այդ հանդիպմանը գնացել ենք, չէ, մի սեղան ենք վերցրել 10 հոգով։ Երբ որ ես նայում էի իր փայլող կոստյումին, որը հասկանալի էր, որ կինն է հարթուկել բրդից կոստյումը, երևի խոնավ շորն էլ չի տրել, եւ բուրդը վառվել է, այսինքն փայլում է, եթե տակ հարթուկը կսես կոստյումին առանց խոնավ շորի, առանց գոլոշու։ Եվ ես տեսնում եմ, որ այդ կոստյումը հարթուկած է, նոր կոստյում է չունի, վստահ եմ, որ տան մեջ ոչ էլ կահույք ունի, մեքենա էլ չունի։ Այսինքն Ղարաբաղից եկած մեկն է, որը ամեն ինչ բնական է, մաքուր, այդ մարդուն ոչ չվստահ,
Մենք վստահեցին, գնացին 100 միլիոնի պրոյեկտը անելու գնացին։ Էսի փակենք։ Քոչարյանին օգնել եմ այդ ժամանակ։ Դիմացի ինչ եմ ստացել, սկի անունս չգիտի։ Եղավ, գիտի, որ ընդ ինչ-որ տղեկ կային, որոնք աշխատում են, տղեկը իրանից 10 տարի մեծ են, այդ տղեկը, 10 տարի մեծ են, և մասնագիտությամբ, և խետքով, և ամեն ինչով, բայց այդպես կարևոր չի, կարևորը ինքը հայտնվեց, և իրա վրա մենք հույս ենք դրել, որ կսկսվի առաջընթացը և այլն։ Բայց ինչ եղավ, 99 թիվ, Հայաստանին էդ էլ ուրիշ գործ սպյուր կապը, էլի մեր հղացումներ, որը տապալվեց, և ինքը հայտնվեց մի իրադրության մեջ, որտեղ սեփականաշնորհում էր հետո։ Եվ իրա քայլերը, որ հետագայում պիտի հայտարարվի միլիարդատեր, մի քանի տարի հետո, և այսօր պիտի հայտարարի, որ օլիգարխների թագավորը Քոչարյանն է, Իրանից է սկսել։ Երբ արտաքին քաղաքականությունը ստիպում էր ազգային ոչինչ չպահել, մեկ ու մյուսի հետևից սեփականաշնորհել։ Հողերը արեց Լևոն Տեր-Պետրոսյանը, գործարաններ ջարդ ու խուրտ արեց, էլի լիքը բաներ կային, մենակ էդ չէին, շարունակվում են 500 քանի ձեռնարկություններ, 1000 քանի ձեռնարկություն կար, սեփականաշնորհել, 98 թվականին, երբ որ Քոչարյանը նստեց, անմիջապես վզին դրեցին արտաքին լիբերալ տեսաբանները, բանը սեփականաշնորհել, օդային ուղիները, Բաղդասարովը, Արմավյան որտեղից հայտնվեց։ Որտեղից հայտնվեց 98 թվականին հայկական ավիաուղիներ ազգային 500 օդանավի պրոֆեսիոնալ վարորդներ ունեցող պետությունը, որը որ այդ օդաչուներին վարժացնելու համար 500 օդաչու որպեսզի սովորացնես, գիտես ինչքան պետք է փող ծախսես։ Ամբողջ Հայաստանի բյուջեն պետք է ծախսես։ Սովետի ժամանակ սովորել են, այս մարդկանց Աղդբաշյանն էր կարծեմ դրանց հրաման, մի հատ խելոք անձնավորություն։ Եվ ինչ եղավ։ Պետքա ցրել այդ ավիաուղիները, դարձնել առաջ corporation էր, հետո չէ, այդպես չի լինի։ Պետքա սեփականությունը լինի։ Սեփականությունը Բաքվեցի Բաղդասարով, ինչ է այդ եկավ, Վիկայա, ինչա։ Այդ եկավ եւ ինչ արեց, կողքից հանկարծ ավիաուղիները ոնց են թռնում, ինքնաթիռ ունեն, օդանավակայանների հետ պայմանագիր են կնքում եւ չվերթները, ասենք Երևան, Մոսկվա չվերթի իրավունքը իրանցն է, իրանց ինքնաթիռը Երևանից դուրս կգա գնանք Մոսկվա կիշնի, սերվիս կանեն Մոսկվայի օդանավակայանում, կլցեն բանկան, փողը կտան։ Տոմս մարդիկ կնստեն գքան Երևան։ Երևանն էլ զաթվել է։ Երևանը ինչ եղավ։ Եղնուկյան արգենտինացի միլիարդատերը կա, չէ՞։ Այդ Արգենտինայում, որպեսի իր դրսի փողերը չբերի պետություն եւ հարկ չտա Արգենտինայում, դրսում զվարթնոցը առավ։ Զվարթնոցը Հայաստանին նա ինչ առավ, ոնց առավ։ Այդ օդանավականը ազգային հարստություն է։ Այսինքն Հայաստան ավիաուղիները մեր հայկական, իր սեփականությունն է այդ օդանավակայանը։ Իր օդանավակայան իջնող արտասահմանից եկող ինքնաթիռներից ինքը փող կվերցնի սերվիզի համար, իր ծախսերը կհոգա, իդել կթռնի եկամուտ կբերի։ Եվ այսօր, երբ որ Արմավյան բանկրապսի է գնում 22 միլիոն դոլար պարտք, 44 միլիոն ռուբլի պարտ բանկրապսի է գնում, երբ Երևան Մոսկվա տոմսը 500 դոլար արժի, երբ Երևան Լոս Անջելոս տոմսը կամ ցանկացած երթուղի, որ թռչում է Երևանից Բաղդասարովի Արմավիայով, շատ ավելի թանկ արժի ինքնաթիռի տոմսը, քան թե որևէ երկրի ինքնաթիռի տոմս համապատասխան տարածությունը թռչելուց։ Եվ այդ ինքնաթիռներն էլ միշտ ծանրաբեռնված են գալիս արտասահմանից Մոսկվայից, Ռուսաստանից։ Եվ այս Բաղդասարովի ավիա կամպանիան
որը սեփականաշնորհված է իրան, տակ է տալիս, պատկերի մեջ թաղված է։ Այս ինչ ավանտյուրա է, չես հասկանում, բայց Քոչարյանի ժամանակ եղավ, չէ՞։ Հայկական ավիաուղիները հանկարծ քայքայվեցին, աշխատավարձ չկա, բան չկա, որտեղ սա գծերը առան ձեռից, պայմանագրերը, բայց այդ մարդիկ թոշակի իրավունք ունեին, ճիշտ է թե չէ, ծերության բանի, եւ սրանց հարցերը չլուծեցին։ Այսինքն 500 օդաչու, առաջ, երկրորդ, երրորդ, չորրորդ հրամանատար եւ այլն, մի ամբողջ բանակ, օդաչուների բանակ, որոնք 500 հատ ինքնաթիռ կարան թռցնեն պատերազմի ժամանակ եւ մի քայլ է ռազմական օդաչու դառնալը սրանց։ Տեսեք ինչ հարված հասցրեցին Հայաստանին։ Այս մարդիկ գնացին դառան տաքսու վարորդներ, պատուհան սարքողներ, այս թանկարժեք օդաչուները։ Մի մաս անցավ արտասահման, լեզուներ գիտեն, դիսպեչերներ են, եկան Լոս Անջելես հանդիպեցին իմ հետ։ Եվ Լոս Անջելես LA-ում այրոպորտում աշխատում է տղան, որ եկավ։ Եվ ինքը սա պատմեց, այսինքն այն կապիտալը, այն արժեքը, որ մարդկային ռեսուրսի մեջ է, ցակուցրի վարեն, այս Բաղդասարովի մեջտեղ բերելով որպես սեփականատեր։ Այս սեփականատերը սկսեց շահագործել այս գծերը ոնց ուզում, հա։ Ինչ արել փողը, որ հիմա էլ ասում պարտքերը չեք տալի, հիմա էլ նոր օդաչուներ են ավելացել, այն 500 հինը գնացին, չգիտես ուր են, հիմա էլ այս նոր օդաչուներին է հարված հասցն։ Նրանք միավորված գնացել են նախագահական նստավայր, լսում եմ Հայաստանից լրատվություն, որպես իրենց բողոք արտահայտեն Սերժ Սարգսյանին, որ էսի չեղավ արմավիայի։ Հիմա եթե Հայաստանի ավիաուղիները օդանավակայանով ամեն ինչով պատկանար այն կորպորեյշնին, որը հայկական էր, Հայաստանում գրանցված, իր հաշվով, իրանք նայում են, իրանք թռնում են, հարկը տալիս են պետությանը եւ այլն, կամ ազգայինը լեր, ինչպես Սինգապուր օդուղին, որը դարձավ համաշխարհային ամենալավ օդուղին դարձավ, որտեղ պետության ձեռքը վրան էր, որ աշխարհը այդպիսի օդուղիների համակարգ չունի, օդաչուներ, ինքնաթիռներ, ուղեկցողներ, սերվիս, որովհետև պետություն կա այնտեղ։ Հայաստանի համար դժվար էր, եւ այն դեպքում պատկերացնում եք, աշխարհի մասշտաբով Հայաստանի օդաչուները ամենակիչն են ստանում, մի քանի անգամ, եթե ոչ տասնյակ անգամ, քիչ են ստանում, հələ քիչ ստանում են էլի չի, մի տարի աշխատավարձ չեն տա, նույն բանն էս Բաղդասարովն է արել, այսինքն փողերը հաշվից հանել է, տեղափոխել է ես իմում, ասում պարտ չեք կարում տանք հիմա, այսինքն առան ու թռան է ստացվում էլի, այս օդաչուներին պարտ չի տա, փող աշխատավարձ չկա, եւ այս օդաչուները համաշխարհային մասշտաբով ամենացածր վարձատրվողն են, հələ տեսեք ինչ է դուրս գալի, տոմսերը Հայաստանից գնալ գալը հայերի համար 2 անգամ թանկ է, օդաչուները 10 անգամ քիչ են վարձատրվում, այն մնացած չվերթներից, ինքնաթիռները իրանց սեփականությունը չեն, վարձով են վերցված, լիս է արած, փող չի դրած, վարձ են տալիս, ասենք, ամիսը 20,000 վարձ են տալիս, բայց քշում են կես միլիոնի փող են առնում, տեսնում եք ինչ է, աշխատավարձ չկա, գերշահույթ կա, այս ով է կերել այս փողերը, Ռոբերտ Քոչարյանից էդի դրվեց ընդհանուր համազգային սեփականությունները սեփականաշնորհել անհատներին, ու սկսել, ես ասեմ ձեզ, ուշադիր հետևել եմ այդ ամբողջ պրոցեսին, աչուձախ սեփականաշնորհվում է, Ռոբերտ Քոչարյանը փող չունի, հարթուկած կոստյումով, արդեն Լևոնը, Լևոնի աղբերները, Պարսկաստան մետաղ ու պղինձ են տարել, արդեն կվարտալներով, փողերով, գործարաններ ունեն, Ռոբերտ Քոչարյանը եկել է, ինչ քաղաքական խաղի տակ է եղել, եկել, բերել, հետաքրքիր չի, այս պահին, որովհետև եթե կծիկը բացես, ուրիշ բաներ կբացվի, մենք դիտենք սահմանափակ վերևից, եկել է,
ու տեսնում է սեփականաշնորհում այդ ջա գոնե խելքը հասավ մնում էր մի բան բարոյականությունը որտեվ ես էլ էի այտենց էի անելու երբ որ տենում ես պետական միջոցները տանում են դու էլ պետք է տանես միտեղ պահես բայց դու գող չես դու հետո այդ կվերադառնաս ազգիդ որովհետև տանելու են քոռուպու չեն անելու դու վերցրա օրինականացրա քո վրա եւ այտենց հետո երբ որ այս կրքերը կհանգստանան մնում է մի բան մի հատ կոչ անել որ եկեք ով ինչ տարելա բերենք հետ դնենք որովհետև երկիրը պարտքի տակ է իմ հույսս այդ էր Ռոբերտ Քոչարյանի որ ինքը եթե մտել է փայատեր այս կամ այն գործերի մեջ ինչ որ տոկոսներով Ռուսաստան Հայաստան սա քանի որ Ղարաբաղի հրամանատարն է եւ հայրենասերն է սրան եթե գլխի վրա մի հատ կաթացնես որ այդ ինչ որ տարել ես լավ ես արել տարել են նաեւ 100 հոգի օլիգարխներն են տարել սա հայկական ունեցվածքը ձեր մոտ է հիմա դու որպես բարոյական քաղաքական գործիչ ազատամարտիկ այդ ես իրան պետք է ասեի եւ պիտի հիմա չեմ կարող ասել բայց հետեւում էի որ ինքը գա իշխանության եւ ասեի հիմա էլ էս քայլն ես կատարում ասում ես այսքան միլիարդ փող ունեմ կեսը դնում եմ ազգային բյուջե դուք էլ ձեր կեսերը դրեք տղեկ մենք հայ ենք չէ խառը ժամանակ եթե մենք տիրություն չանեինք օտարներ գալու ինվեստիցիաներ տաներ ոնց որ հիմա հանքերի մեջ են գողանում տանում չէ այդ ժամանակ էլ 10-15 տարի առաջ էլի մտնելու էին թղթերով պայմանագրերով ամրագրեին ու էլ չկարանայիր ձեռներից վերցնեիր ճիշտ կանյակի գործարանը ատոմակայանը էլեկտրացանցերը լիքը տարան չէ օտարները հեռախոսակապերը սրանք տարան 400 միլիոնի 300 միլիոնի միլիարդի տարան հիմա ես մենք այս վիճակում ենք կարացել ենք փրկել բոլորս այդ սեփականատեր ենք հիմա կառավարությունը մենք ենք եկեք դնենք շարունակենք մեր ազգի փրկությունը ուրիշ ձև չկա այլապես պիտի միջազգային բանկից պարտ վերցնենք ու խեղդվենք այդ պարանով բայց իր շարժումը ուշադիր հետևում եմ չէ 1.5 միլիարդ պարտքը փոքրացնելն էր եւ ես տեսա փոքրացնում 2008 թվականին ես իրա հետ էի նորից որովհետեւ լրացավ իրա ընտրությունների ժամանակը Պուտինը անցավ Մեդվեդևին դրեց Մեդվեդևը վերադարձրեց օրենքով որ վարչապետը լեցի հետո տվեց նորից Պուտինին այդ հույսով որ Սերժ Սարգսյանը որ վերցնում է ինքը անկարող է ինքը ոչ մի բան չի կարող անի ինքը կարգեպը տնտես չի կարա ոչ մի բան անի այդ աստիճանը չի կողքը մարդ չունի որ իր ականջին փսփս անի թե ինչ անեն Քոչարյանին մենք արդեն համարել ենք որ պատրաստված է ամեն ինչով բայց իշխանությունը պետք է հանձնի Սերժին ու կվերցնի հետո որովհետև ընկերներ են երկիրը պահելու մեջ է խնդիրը իսկ պահելու համար պետք է այդ փողը դնել գալուց հետո եւ ամբողջ 2011 թվականին ճիշտ ասած երբ որ Ղարաբաղի 20-ամյակն էր տոնակատարություն Ստեփանակերտում նայում էի ստերից եւ տեսա Քոչարյանը Սերժ Սարգսյանը որ մոտիկatan բարև տալու իրանց մեջ անմիջապես զգացի Սերժ Սարգսյանի արհամարհանքը եւ Քոչարյանի վիճակը այսինքն իշխանությունը չէր վերադարձնելու Քոչարյանին այնց 2011 Ղարաբաղյան Ստեփանակերտի այդ շքերթի մասնակցած եւ փոխանակ Սերժ Սարգսյանը ասի Ղարաբաղի կռվածը դու ես հրամանատարը գլխավոր եղել դու ես նախագահը եղել այսօր 20-ամյակն է դու վարի խնդրել Էդի չեղավ ինքը վարեց վերջացրեց խախտելով ընկերա բարոյա բանոր ոսոր նորմերը դրանով առաջացավ մտքիս որ էսի իշխանությունը չի տա Քոչարյանին եւ մեր այդ ծրագիրը որ փողերը հետ տվեք դեպի բյուջե որովհետեւ եթե չտակ այդ փողերը բյուջե միջազգային բանկը արժութային ֆոնդ է
արդեն համապատասխան միջազգային ոստիկաններին տեղյակ է պահել ձեր ունեցվածքների մասը, հոպսով մոպսով, և այդ խլելու են ձեզնից, խլելու են ինչպես Կադաֆին են խլել, Եգիպտոսին են, Մուբարակին են խլում են, և առաջ ընկնելով ասեմ այսօր արդեն ամերիկյան քաղաքական գործիչները, գլխավորները հարց դրեցին քննարկման, որ աշխարհի բոլոր երկրների նոր միլիարդատերներին հարկավոր է շարքից հանել, նոր միլիարդատերերին, այսինքն այս գնումը աշխարհի բոլոր երկրների օլիգարխները միլիարդատերեր են, չէ, ջահելները, որ փախցրել են այս կողմ, աշխատած փողեր չեն դրան, թփ միլիարդատեր են դառել, սրանց հարկավոր է գցել, այսինքն սրանք այս երկրից այն երկիր էլ չեն կարա փախնեն, արդեն այդ պրոյեկտը դրեցին արևմուտքում, ես էդի ասել էի, որ մի տարի առաջ, եթե իշխանությունը անցնի Ռոբերտ Քոչարյանին, մինչև սրանք այդ պրոյեկտը գտնեին, դա կամավոր գտնեին ազգային բյուջեի մեջ, պատկերը կտային գտնեին, ու մենք կփրկվեինք, չէ, ինչ են տանելու մեռնելուց հետո իրանք, կամ ինչքան է իրանց պետք, ինչ է իրանց պետք, երկնային մանանայա թափվերները սեփականաշնորհման շնորհիվ և Սփյուռքի ցեկող տրանսֆերների շնորհիվ, ուրիշ ոչ մի բան չեն արել Հայաստանի համար, միայն հարկավոր է հայրենասիրություն ունենալ, ինքնազոհություն, աչքի կշտություն, նպատակամղվածություն, որտև այդ փողը, որը դրվել Հայաստանի համար, հետո նախագծեր կային, ջրի, հողի, երկնքի, ընդերքի, դրանով Հայաստանը կդառնար դրախտավայր, բայց չեղավ, որտև երբ որ 2012-ին արդեն Ռոբերտ Օսկանյանի վրա գնաց Սիվիլիտասի վրա գնաց Սերժ Սարգսյանը, օհո, Ամերիկան ձեն չհանեց, տարօրինակ էր, Սիվիլիտասը նույն այն որ ժառանգությունը կամ օրրանը, երկուսն էլ արտասահմանից են փող ստանում, հանկարծ ինչու Օսկանյանի վրա գնաց Սիվիլիտասը ձայն չհանեց, պարլամենտում տեսակ չէ ինչ էր կատարվեց Սիվիլիտասի գործի վրա, գործ են հարուցում, նայեք ես, Սերժ Սարգսյանն է, հետո Ծառուկյանը, որ մինչև վերջի օրը դեկտեմբերի 20-ը պետք է թեկնածությունը դներ, իր հետև ունենալով մի հատ հսկայական բուրգ պրոֆեսիոնալ կուսակցություն, հանկարծ ասեց, ոչ ես եմ դնելու, ոչ էլ ԲՀԿ-ից մեկը կդնի, մնացել են մենակ, սաղս գիտեինք, չէ՞ որ ես բոլորը Ռոբերտ Քոչարյանի թիմն է, Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ ինքը գալու է, արդեն հոլովակները Facebook-ում ամենուր, Էդվարդ Սողոմոնյան ինչ էր, Սողոմոնյան, անունը չեմ հիշում, ոչ պաշտոնական էջն է վարում, լավ կտորներ ժողովուրդը կարոտել է բան, արդեն հասկանում ես, որ գործը գնում է, որ պետք է Քոչարյանը գա, հետո Քոչարյանին պետք է ասես դե փողերը դրեք, հավաքեք դրեք, պարտքը փակեք, էսի հեշտ էր անելը, եթե գար, դեկտեմբերի 27-ին իմացա, որ չի գալու, արդեն չի գալու և բացի դրանից չի էլ գա, այսինքն դուրս եկավ, որ խիարը թարս լուսավ լույս աշխարհի համար, այսքան ժամանակ բերինք, հարթուկած փայլուն պիջակից, կոստյումից, եկավ 15 տարի հետո արդեն այռուցի վրա է նստում նկարվում, գնում է որս անում նկարում, ու մի հատ մեծահասակ մարդ չկա հետը, որ ասի չի կարելի տես բաներ անել, այդպես բաներ չի կարելի անել, որովհետև այռուցի վրա նկարվելու նկարը, երբ որ Գորբաչովը կառավարությունը զավթում էր, այդ Ռոմանովների դինաստիան, կուսակցության քարտուղարների մեջ է, Աֆրիկայում նույն ժուրնալի մեջ նկարվել էր, որ այռուցի վրա նստած որսար է, էսի բերեցին դրեցին Գորբաչովի ժամանակ երկիրներ քանդում, բայց Ռոմանովը քարտուղարը, բայց ուժեղ է և առաջի թեկնածունը, և այդ նկարը դրեցին, որ այս այռուցի որսը դու ոնց ես անում, երբ որ մեկ այռուց սպանելու
լիցենզիան $40,000 է, այդ որ փողերով ես դու անում, և հեռացրին կուսակցական ապարատից, մուխն էլ մարեցին, դրանով, եթե նա ընդդիմություն կդառնար, որ Սովետ միությունը չքանդեն, ընդդիմությունը վերացավ, հեշտությամբ քանդեցին, այդ նկարի պատճառով, և այդ նկարն էլ բյուրոյին էր հատկացրել Շավարնաձեն, իրա կագեբեական հետաքննություններով և տեսել էր այդ իշ նկարա, ոպ Ռոմանովները նստած են այռուցի վրա նկարում, Քոչարյանն է գնացել նստել այռուցի վրա։ Հիմա ազատականացումը, ասում ես, իր փողերն, փող ունի, տալիս է, մտնում է այռուցը սպանում են, ասում ես, այտես բան չի լինի, այտես բան որ ելներ, Ռոքվելերը իրան ինվալիդի կայլասկով գքար, կասեր այդ այռուցներին բերեք մոտովս անցկացրեք, բոլորին տոզ հրացանով պտի խփեմ աշներին, սիրտս էտ աուդը, բայց թույլ չի տա այդ մարդու դաստիարակությունը տեսնա։ Չի կարելի այռուց սպանել, ասում է Ռոքվելերը։ Ամերիկայում ինչ թռչուն ուզում ես սպանի, կներեն։ Ամերիկյան արծիվին սպիտակ, մեր արծիվներից է, մեր այգս մասերը սպիտակ, որ հանկարծ սպանես Ամերիկայի տարածքում, կաշիտ կքերթեն Ամերիկայի օրենքը, որովհետև իրանց սիմվոլին ես խփում, ամերիկյան արծիվն է նկարած, ամեն գերբի բանի վրա, տես, ես ինչ է, քաղաքականությունն է, էթիկա է, դաստիարակությունն է, ինչ է, գերբիտ վրա մի հատ այռուց է կանգնած, մի հատ արծիվ է կանգնած, հայ մարդը իրավունք չունի, ոչ արծիվ սպանելու, ոչ էլ այռուց, հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանին արած լույսի թուղթ ու գիրը, չի կարելի, դրանք թուղթ ու գիր են, նա, որը սպանեց այռուցին, կպատժվի, Ռոբերտ Քոչարյանը պատժված է արդեն, երբ որ ինքը ասես չեմ գալի, ես ինձ հանգիստ է, ինքը չգիտի իրա գլխին ինչ է գալու, իրա մեղքը միայն այդ այռուցի վրա նստելն է, են մնացած բաց թողումները, որը մեկը մյուսի հետևից արեց, այդ բոլորը հեչ են, մեղքեր չեն դրանք, երեխայություններ են, ես իր հետ գործ չունեմ այլևս, և եթե մինչև այսօր, ոչ թե այսօր, դեկտեմբերի 27-ը, երբ որ ինքը վերջնական ասեց է չի գալու, ես իրան պատմության գիրք ուղարկեցի, հետևաբար Հայկ Գրիգորյանի անհանգստությունը այդ առումով, էպոսագետի գալը ինչի չողջունեցի, էպոսագետը ով է, Բագրատյանը ով է, Ռաֆին որտեղից եկավ, են մնացածները ովքեր են, արդյոք ովքեր են, այդ խաղերը որ տվեցին, հետո ես 3 հոգու ինտերվյուի կանչեցի, չէ, թե մոտիկից ովքեր են, Արմանը Մելիքյան, հիշում եք 2 անգամ եկավ, նախագահ խոսացինք, Ղուկասյանը եկավ, հացադուլի էր նստած, խոսացինք, ճիշտ է, Հարությունյանը եկավ, խոսացինք, 3 հոգի, էպոսագետին էլ ասի, դու էլ արի, լուրը հասավ, չհասավ, չգիտեմ, իսկ են Բագրատյանին, Հայրիկյանին և Ռաֆին, ես ընդհանրապես չէի էլ կանչի, որպեսզի խոսամ, նրանց պատկերները ինձ ծուռ հայելիների մեջից էլ էր հայտնի թե ուր է գնում, բոլորն էլ լիբերալ, հասկանում եք, գործից չհասկացող, սկսնակ, հրապարակային մարդիկ էին դրանք, փակեցինք էդի, էպոսագետի հետ կապված էլ հարցեր չեն էլի, հայ, էպոսագետը մասնագիտություն չէ քաղաքականությունից դուրս, հիմա նստած է, ինչ կանեն, ես այդ ամբողջ համակարգը նախագահական թեկնածուների, նկարագրեցի, թե ինչպես էր գնում, հիմա դրությունը այսպիսին է, եթե Ռաֆին, ամսու 9-ին, ինչ-որ խաղաղ ճանապարհով, Շավարնաձեի նման, հանկարծ ասենք,
երթում տալու ժամանակ Սերժ Սարգսյան։ Եկել գան մի 4-5 հոգի իրան տանեն սենյակ եւ ասեն լրատվությունը ցույց տա, որ Սերժ Սարգսյանը հրաժարվեց երթում ուտելուց։ Այդ լրատվությունը հերիքա, որպեսզի դրսում երթում ուտող Ռաֆին հայտարարի իշխանությունը։ Էս կարան անեն։ Հեչ բան է դա սարքելը։ Էս եղել է 1908 թվականից, երբ որ Սուլթան Համիդին իշխանությունից անեցին, մինչև մեր օրերը։ Այդպես են հանում։ Բա դու գիտես ի՞նչ գլուխներն են ջարդում, մի քանի հոգով այս պալատական ներսին ինքը հայտարարում է, հայտարարի չի հայտարարել իր անունով, թերթեր իրանց ձեռնը հայտարարում են, վերջացավ գնալ։ Եթե այդ կլի իշխանությունը կհանձնվի Ռաֆին, ես Ռաֆու հետ կապերը կպաշտպանեմ, որպեսզի սովորացնեմ ինչ պիտի արվի Հայաստան, որտեղ ինքը շատ ջահել ազնվեց, բացի դրանից 20 տարի ապրել է խավարի մեջ Հայաստանում, 20 տարի էլ 59 թիվա, չէ, պատկերացրեք, ինչ պետք իմանա այդ մարդը, մինակ ձեռը սենց անում ու Հայաստան ասում, այսքան ժամանակ ոչ մի հատ ժողովրդին ոգևորող պրոյեկտ քայլ չառաջարկեց, որ էսի անենք, էսի կանենք, էսի սես կլի, մարդիկ ոգևորվեն ու պայծառ ապագայան հետո, բայց հույսը դրեց եւ բացի դրանից շատ ողորմելի տպավորություն էր թողում, այն չաշխատող միկրոֆոնի արկայությունը ամբողջ Հայաստանում, որ րոպեն մեկ անջատվում է, ժողովուրդը ասում միկրոֆոն չունես մի հատ, ասում կաբելը չի հասնում, սես բռնի, մեզ բռնի, այս բոլորը նշանակում է, որ այդտեղ կազմակերպչական ուժ չկա, այսրան կառավարությունը, որ տաս կողքը 1000 հատ գործանող է պետք, որպեսզի իր գործերը անեն այդ թափթփված գործերը։ Բայց դե բոլոր դեպքերում, եթե լի նորից կներդվենք մարտի, կգնանք բանակցությունների, կկապնվենք իր հետ, կասենք, եթե ուզում ես հաղորդակցվես, Քոչարյանը կլի, Սերժ Սարգսյանը կլի, դու կլես, չէ, խնդիրը Հայաստանն է, անհատները կապ չունեն, լույս աշխարհը իր իմացությունն ու փորձը, որ ժողովրդից է, ստանում կտա ձեզ, կնստենք, քննարկենք, ինչ դնենք, որ պրծնենք այս կործանարար արշավանքից։ Եթե հանկարծ Ռաֆին չանցնի Սերժը անցավ, որ 5 տարի չպետք է սպասենք մինչև Սերժը հաջորդ ընտրություններում եսի միշկա, երբ որ վարկյանը հաշված է, պիտի ճանապարհ գտնեմ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններ վարելու, որպեսզի աշխատեմ, որ այդ մարդու ուղեղի մեջ ինչ որ բաներ փոխվի։ Եվ ինքը, եթե շրջապատված է թշնամիներով, պարան գցեմ, եթե բարեկամներով է շրջապատված, սեղան գցեմ, բայց ընդհանուրը հայկական գործերն են, ոնց պիտի մանևրի, ինչ պիտի անի, ոնց անի, որ լավը լինի, այս բոլորը պիտի ասվի առաջի դեպքին, Ռոբերտ Քոչարյանի վրա էր դրել էի ստավկեն, փախավ գնաց, չկա, Օսկանյանը վրա դրել եմ, իրոք դրել եմ, կապերներ կա, էնել չկա, Ծառուկյանը հեշտ էր նրա հետ կապ բռնելը, բավական էր, էն էլ գնաց, տեսեք քանի կորուստ եղավ, 1, 2, 3, 4-րդ ով է, Ռաֆինը երկրորդ տեղը ինքը, չէ, տենանք կլի չի, 5-ը պետքա տենանք, եթե Սերժ Սարգսյանը մնաց, Սերժ Սարգսյանի հետ, եթե չէ, շարունակեմ, ես էլ կշարունակեմ, ինչքան կհերիքի իմ առողջությունս, մինչև Աստված մի դուռ կբացի, միգուցե, մինչև այդ կզրուցենք ժողովրդի հետ, ժողովուրդը կզրուցի մեր հետ, մի բան կլի, կարևորը լավ տրամադրվենք, առողջ տրամադրվենք այս հարցը։ Գնամ նամակի ընթեցմանը, էպոսագետից անցանք, ուրեմն էպոսագետի հարցը լուծեցի։ Գտնեմ են հատվածը, որտեղ ես թողել է։ Նաև հիշեցնեմ ձեզ, պարոն Քիրիմիջյան, սա այն նույն Վարդանի մասին է խոսքը, որին դուք մեղադրում եք Սերժ Սարգսյանի կողմից որպես իր չափաբաժնով
իր դերը վերցրած իր հասանելի գումարը ստանալու հույսով նախագահական խաղին հերթական 7 մասնակիցներից մեկը։ Սա այն նույն Վարդանի մասն է խոսքը, որի մասին ես լույսում հղումներիս մեջ գրեցի, որ եթե անգամ Վարդանը Սերժ Սարգսյանի մարդն է, ուրեմն մենք պետք է շնորհակալ լինենք Սերժից, որ այսքան տարիներ պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով վերջապես արեց իր առաջին ազգազարթեցնողը, իր ազգապահպանման, իր ազգին փրկելու քայլը, այսինքն եթե Սերժը ազգային գաղափարախոսն է առաջ ոտքում, ուրեմն Սերժն էլ դեռ անհուշ չէ, որ կմիանա իր ազգին։ Սերժը անհուշ չէ, ես ասեցի, որովհետև Սերժը անհուշ չի ինձ համար նույնիսկ, որ եթե միանա ինձ, ոչ թե Վարդանին, Վարդանը Սերժին ինչ պիտի տա, էպոսի մասին, թե Դավիթը ինչ ասեց Խաթունին, ինչ պիտի տա, բայց ես Սերժին կտամ այնպիսի բաներ, որը պահել էի Ռոբերտի համար։ Ուրիշ ոչ մի բան։ Այսինքն անվճար խորհրդակցություն նախագահի, ոնց որ հիմա եմ աշխատում, այդ ձևի դուրս կգա։ Իսկ այս էպոսագիտությունը այս պահին Հայաստանի համար պարզապես անուն չդնեմ, դուք ինքդ կդնեք, այս պահին կամ սրանից հետո նորից զբաղվել էպոսագիտությամբ։ Երբ որ Հայաստանի դասագրքերը ձեռքից գնում են, չգիտեք ընդ ինչ են սովորացնում երեխեքին։ Էպոսագետ, այս հուզական ձևը, այս էություն փնտրելը ուրիշի ձեռքով, ուրիշի գրածով, մի կողմ դրեք եւ լրջացեք այս գործերի մեջ։ Կարդում եմ, շարունակելով իմ կծիկիս պատմությունը կուզենամ նշել մեր վտարանդի գրողներին։ Սկսենք Վահե Ավետյանից, 41 րոպե։ Վահե Ավետյանից, մարդ, որը շատ հայացքներ թեկուզ ես չեմ ընդունում, բայց քանի որ իմ ազգակիցն է ու իմ ազգակիցը մեր կառավարության կողմից կալանված է եւ աքսորի մեջ է եւ օտարության մեջ, ոնց աքսորի մեջ է։ Հայաստանից դուրս եկած ոչ մի հայ աքսորի մեջ չի։ Նրանք բոլորը համարում են, որ ազատության մեջ է։ Ստես աքսոր բառը չկա։ Եվ օտարության մեջ զբաղված է ստեղծագործական բուռն կյանքով, ոչ սեփական երկրում։ Նշեմ, Վահե Ավետյանից մենակ լսել եմ նրա ելույթները լույսի հաղորդումներին մասնակցելու ժամանակ, որտեղ էլ զգացել եմ, թե Վահեն Հայաստանում գտնվելու դեպքում ինչ վտանգ կարող է ներկայացնել ոչ թե մեր կառավարությանը, այլ այն ուժերի, որոնք ղեկավարում են, խժռում են մեր երկիրը եւ ժողովրդին։ Լավ, հասկացել ես ինչ, հիմա ինչ անեմ։ Վահե Ավետյանը լույս աշխարհ, հա եկել, հաղորդումներ անցկացրել, գնացել է, լույս աշխարհը իր համար միշտ բաց է եղել։ Խոսել ենք, ինչ որ ուզեցել ենք, նորից կխոսենք վտարանդի գրողների համար ես միշտ բաց եմ եղել։ Եվ Արմեն Մելիքյանն է խոսում, ինչ ուզում է այստեղ, Վարպետյանին էլ ասեցի թող գա, չի եկել։ Ինչպես էպոսագետին ասեցի, թող գա, չի եկել։ Ես միշտ ասում եմ, ով ինչ ուզում է խոսի, թող գա լույս աշխարհում խոսի։ Հիմա պետքա գա Սամվել Կարապետյանը խոսի։ Քանի օրա սպասում եմ, ես կզանգեմ, կխոսենք, ինքներ կունենա խոսելու տեղ։ Անցնեմ մեր կողմից լույսի հաղորդումներին իր ներկայությամբ զարդարող, կյանք շունչ հոգի տվող մեր Արմեն Մելիքյանին, մարդ, որը նույնպես զրկված է Հայաստան մուտք գործելու հնարավորությունից։ Արմենի վտարանդի լինելու պատճառը շատերը կապում են հայ առաքելական եկեղեցու հետ։ Հիմա ասեմ մեր գլխավոր հերոսին, որին ներկապային պահում են ՀՀ Զվարթնոց օդանավակայանի չեզոք գոտում, Ալեքսանդր Արորթի Վարպետյան, մարդ, որը 10 տարուց ավելի իր սեփական տունը չի կարողացել գալ, որը իր սուրբ այսինքն գալ որն է, տունը դրված էր ծախու, 65,000 էր ինչ էր, չգիտեմ, ծախելա, չի ծախել, գրած էր տեսարանը լավ տեսարան է, Արարատն էլ է երևում, իսկ Արագածն է երևում, մի հատ էլ գարաժ ունի, որտեղ բանել ունի, ինչ որ մեքենան սարքելու փոսի, այս հայտարարությունները ստացել են, չի ծախել, ուզում է գա տուն ասում,
այն փառքի գագաթին ունեին իր նախնիները։ Մարդ, որի երազանքն է իր ազգին տեսնել, որն է այն փառքի գագաթին, որն ունեին իր նախնիները։ Նշեմ նաև, որ էաբան մեծատառերով է գրած, ազգաբան մեծ հայագետ Վարպետյանը մեզ հայերիս, բացի նրանից, որ ապահովեց մեր 12 հազարամյա հաղթական անցյալը, մեծատառերով է գրած, այլև նա գրեց բաներ ազգային խաչկար, որն էլ պատճառը դարձավ նրա երկրից վտարելու համար։ Կծիկիս մեջ մտնում են էլի ուրիշ հայորդիներ, սակայն առայժմ բավարարվենք մեր եղած կծիկով։ Պարոն Քիրևիջան, դիմելով ձեզնից ուզում եմ, որ համոզված եմ ինձնից բացի, էլի շատ հայորդիներ կուզենան լսել այս առեղծվածային կծիկի մասին։ Մի կծիկ, որոնց նպատակն է տեսնել ուժեղ ազգային գաղափարներով երկիր։ Այս կծիկի հետ կատարվող անհասկանալի դեպքերը ունեն հստակ պարզաբանման կարիք։ Իմ խնդրանքն է դնել ձեր ամբողջ միտքն ու հոգին, որպեսզի բացեք այս կծիկը։ Նաև այս կծիկի քանդվանը ցանկալի է մասնակից դարձնել Արմեն Մելիքյանին եւ Վահե Ավետյանին։ Վերջապես մեզ հետաքրքիր է, ինչ նպատակներով էին արշավում մեր ազգայինների դեմ, ովքեր են մեր իրական թշնամիները։ Ինչու են մեր երկրում կեղծ հայագետներին ռասկրուտկա անում, օրինակ Յուրի Յուրիևիչ Սարգսյանին, իսկ մեր իրական նվիրյալներին սարքում ծիծաղի առարկա կամ հոգեկան հիվանդ, կամ որպես գիժ ներկայացնում, կամ էլ եթե դրանցից ոչ մեկը չի ստացվում, հնարում են, թե տվյալ անձը ծառայում է օտարին, կամ հրյա կին ունի, եւ այս ամեն ինչ որ անում են, նպատակը մեկն է, ոչնչացնել իսկական հայ տեսակին, հայը գրած է մեծատառով։ Պարոն Քիրիմջան, խնդրում եմ, եկեք միասին հետադարձ կապով քանդենք այս կծիկը, գուցե մեր ժողովրդի խնդիրը հենց սրա տակ է, պարոն Քիրիմջան, չգիտեմ, նվիրեք թեկուզ 10 հաղորդում, բայց անենք այնպես, որ մութ հարցեր չմնան։ Ես համոզված եմ կծիկը քանդելուց մենք հանդիպելու ենք հայկական հրաշքին, մեծատառով է գրած, շարունակելի։ Okay։ Հարգելի Հայ Գրիգորյան, նամակը վերջացավ։ Ես այս երկու հաղորդումը դիտելուց հետո այն հազարատը չդիտեք, եթե ժամանակ ունեք, կյանքդ 150 տարի է, գնացեք դիտեք կամ լսեք, նայեք էլի, որ դրվի, հիմա 40 քանի հատ է դրված։ YouTube-ում չի ամրացված արխիվի։ Այդ հետագայում կանեմ մի քանի օր հետո։ Բայց էսի նայեք, հարցեր կառաջանա, ես բավականին պարզ բաներ ասեցի ձեզ եւ իմ նպատակներն էլ ասեցի, դրեցի սեղանին։ Անունը չդրեցի ազգային համերաշխություն, եսին։ Ես գտնում եմ, որ ցանկացած հայ մոլորված է, չի կողմնորոշում ինչ պիտի անի, սկսած գյուղացուց մինչև նախագահը չեն պատկերացնում, թե ոնց շրջապակված են թշնամիներով, ոնց որ կա։ Անունները չասենք, շերտ կա։ Նման պայմաններում ինչպես պիտի գործել, ինչ տակտիկա պիտի ընտրել, ոնց պիտի ծախսել փողերը, ինչ պիտի, այս բոլորը այն մարդու հետ պիտի խոսաս, քննարկես, որի ձեռքինը երկիրը վարելու ղեկը, որովհետև երբ նա ասում ես այսպես, ինքը այդ կողմի վրա է ղեկանում։ Հիմա այս խոսակցությունները սաղ ավելորդ են, այս Facebook-յան աղմուկը, այս հրապարակային ճառերը, եթե ղեկավարման, կառավարման ղեկ չկա, որը կատարում է հրահանգներ, այսպես, ասենք, հրահանգ, ժողովուրդ 44,000 ոստիկանի փոխարեն պահելու ենք 10,000 ոստիկան, 34,000 աշխատատեղ է բացվելու։ Այս ոստիկանները հատուկ, որոնք ոստիկան են աշխատել, պիտի գնան այս տեղում աշխատել, նրանց համար է բացվում էսի, որպեսզի սրանք երկիրը չթողեն գնան, որտեղ լավ ուտող խմող տղաներ են, կարող է մի քիչ փող ունեն, մեկ էլ վերցնեն ու թռնեն, մինչև այս կոմենկով թափառեն, հետո գան տաքսու շոֆեր աշխատեն Հայաստանում։ Այս ճակատագիրը չլնելու համար պիտի քայլն ու հակաքայլը իրար հետ արի, օրինակ ասեցի։ Օդաչուներին ինչ պետք է անել, այնքան գործեր կա անելու, էլ չասած, բայց դրանք պիտի
քննարկվի, եթե վստահելի է կառավարությունը։ Եթե վստահելի չի, անմիջապես կամ կկոծի, կամ կհանձնի թշնամուն։ Տեսակ ինչ եղավ։ Ուրեմն մենք պետք է public-ի հետ տենց աշխատենք։ Մինչև նախագահի բերնի գոլը չիմանանք, որ ինքը մեր մարդն է թե ուրիշի, նրան ոչ մի բան չի կարելի վստահել։ Քոչարյանին ես վստահում էի իր անցած ամբողջ բանով, բայց առուծի վրա որ նստեց, ասում է, ու արդեն եկավ թուլությունը, նստեց գոնե գար իշխանության վրա էլ նստել, որ բռներ առուծի վրա նստելուց հետո նստեց հայկական գահի, ասենք, բայց որ փախավ, էդի արդեն վերջացրեց իր պատը, չնայած, եթե ողջ լինենք, ամեն մարդ փոշմանական է, կսովորի, կքավի, կհետաքրքրվի, կարծես ոչինչ չի եղել, հանուն հայ ժողովրդի, մենք նորից մեր գործը կշարունակենք, եթե չի բացառվում։ Զանով ավարտենք այսօրվա հաղորդումը, մինչև նոր հանդիպում։